Մարդու իրավունքների պաշտպանը Արմավիրի մարզպետի հետ քննարկել է մարզային բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների սակավ լինելու խնդիրը։ Օմբուդսմենը ու մարզպետը անդրադարձել են նաև խմելու ջրի որակին եւ հասանելիությանը, միջհամայնքային տրանսպորտի խնդիրներին, ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հարցերին։ Նոր օրինագծով առաջարկվում է ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման համակարգ ներդնել։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներքին գործերի նախարարը ներկայացնելով ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նշել է, թե այն ինստիտուցիոնալ կապ է երաշխավորելու ատեստավորման եւ կատարողականի գնահատման համակարգերի միջև։ Կատարողականի ընդհանուր գնահատականի դրական արդյունքները հիմք են տալու ոստիկանության ծառայողի խրախուսման եւ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելուն, իսկ բացասական արդյունքների դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը սահմանափակվելու է։ Շուտով գործարկվել է Yes Parking բջջային հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան տեսնել քաղաքի ազատ կայանատեղիները։ Հավելվածով վարորդները նաև հնարավորություն կունենան վճարել ավտոկայանատեղիների համար։ Հավելվածը ըստ Երևանի փոխքաղաքապետի ի հավելում են Երևանում ավտոկայանատեղիների համար վճարումների SMS հաղորդագրության տարբերակի հնարավորություն է տալիս վճարումը կատարել ոչ թե հեռախոսահամարի բալանսը լիցքավորելով, այլ բջջային հավելվածին կցելով բանկային քարտ, որի միջոցով վճարումը կիրականացվի։ Հավելվածով տեսվելու է նաև ավտոմատ վճարման հնարավորություն, որով վարորդը կարող է ակտիվացնել այն նշել ժամանակահատվածը եւ կայանում ավարտելուն պես պարբերական վճարումները ավարտել։ Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են քննչական կոմիտեից։ Ապրիլի 4-ին կենտրոնապաշտպանները ահազանգել էին, որ Սպիտակում շնամարտ է կազմակերպվել եւ տեսանյութ էին հրապարակել, որում կանայք հորդորում են կազմակերպիչներին դադարեցնել կենդանիների նկատմամբ փոշտանգումը եւ դաժան վերաբերմունքը։ Հավաքված տղամարդիկ սակայն կոպտել են նրանց, փորձելով հեռացնել տարածքից։ Խուլիգանության եւ ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել եւ քննչական կոմիտեին ներկայացրել 3 անձի։ Բացի այդ, ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնի պահպանվող տարածք են տեղափոխել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ 8 շուն է եղել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։